Թեժ 7 արալես տորք։ Այո, հաղթանակը սիրում է պատրաստվածություն և խորհրդանշական է մրցանակաբաշխությունը սկսել ռազմարդյունաբերությամբ։ 2016 թվականից մեր առաջին մրցանակակին իր գործնեությունն ու կենսագրությունը ծառայեցնում է հզոր հայրենիքին։ Հզոր ռազմարդյունաբերություն, հզոր Հայաստան։ Ուշադրություն դեպի էկրանին։ Հայրենասիրությունից ծնված երազանք, որ 2016 թվականից մի սուարյուն ստացավ դառնալով ռազմարդյունաբերության կարևոր ուղղություն։ Դավարո, ընկերություն, որի առաքելությունն ու նպատակը դարձավ հզոր պետությունը, իսկ նշանաբանը ուժն է տալիս անկախություն։ Գրեթե տասնամյա գործունեության ընթացքում Դավարոն հիմնադիր Դավիթ Գալոյանի ղեկավարությամբ որդեգրեց ռազմարդյունաբերության մի քանի կարևոր ուղղություններ՝ անօդաչու սարքերից մինչև հարձակողական սարքերի նախագծում եւ արտադրություն։ Դավարոյի հիմնադրի գերագույն նպատակն է ռազմարդյունաբերության շնորհիվ դառնալ մրցունակ ամբողջ աշխարհում եւ Հայաստանի անունը թողնել այս ոլորտի առաջատարների շարքում։ Թեև ներկայում Դավարոյի հիմնական ուղղությունը ներքին պահանջների բավարարման համար ստեղծված սարքավորումներն են, սակայն մոտ ապագայում Դավարո անունը լսելի կլինի նաև միջազգային շուկայում։ Ընկերության նպատակն է նաև ոլորտի առաջատար մասնագետների մոտիվացումն ու պատրաստումը։ Հենց նրանց շնորհիվ Հայաստանը կարող է իր կայուն տեղն ունենալ աշխարհում։ Մեր երկրի առաջ ծառացած յուրաքանչյուր արհավիրք Դավարոյի համար նոր բարդության նախագծեր իրականացնելու կամք ու եռանք է։ Դավարոյի ստեղծած յուրաքանչյուր սարք կրում է հայրենիքի պաշտպանության հզոր խորհրդանիշները, քանզի հաղթանակի համար անհրաժեշտ է պատրաստվածություն։ Հայկական ռազմարդյունաբերություն, հզոր եւ ապահով հայրենիք։ Ռազմարդյունաբերական հայրենանվեր գործունեություն անվանակարգում The Leader 2025 մրցանակը շնորհվում է Դավարո ընկերությանը։ Մրցանակը ստանալու համար բեմ ենք հրավիրում Դավարո ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Գալոյանին։ Մրցանակը հանձնելու համար բեմ ենք հրավիրում Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի երկարամյա տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Մհեր Մարկոսյանին։ Այն, ինչ որ կատարվեց այս վերջի տարիների ընթացքում, դա լուրջ թռիչք էր եւ ցույց տրվեց, որ մեր արտադրածը ուրիշ է։ Պատվոգիր է։ Անչափ շնորհակալ եմ մրցանակի համար, սա իմ համար շատ մեծ պատիվ է, նաև պարտավորեցնող։ Շնորհակալ եմ։